Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 թվականի եթերում աշխատանքը սկսում եւ ընթացքի մեջ պահպանում է Ձինայդ նախագիծը։ Ակոպովնան այսօր ձեզ համար նախապատրաստել է բացառիկ թողարկում, ասեմ, որ իմ հյուրը հատուկ ժամանել է Մոսկվայից, որպեսզի լինի ինձ մոտ տաղավարում եւ միասին զրուցենք։ Դրա մասին րոպեներ անց, որովհետեւ այս պայն պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարների լավագույն բարեմաղթանքներով, առողջ եք լինում լավ մարդկանց հարազատների շրջապատում, Աստծո օրհնությամբ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Հայություն, հատուկ հենց հայության համար։ Դու կյանքիս արևի շողն ես ջերմացրու իմ հոգի, շնորհակալ եմ սերին, որ եկար։ Դու սիրահար սրտիս թողնես, թող լինեմ քո կողքին, որ վայելենք սերը մեր երկար։ Դու ես կյանքս, ամենաթանկս, ու միակս, դու ես կրակս սրտիս առավել, դու ես կյանքս, ամենաթանկս, ու միակս, սիրով հոգիս է երգում քո հոգու հետ։ Դու ես կյանքս, ամենաթանկս, դու ես կրակս սրտիս առավել, դու ես կյանքս, ամենաթանկս, սիրով հոգիս է երգում քո հոգու հետ։ Վերևեն քարնում է այրոպլանը, գադեք ժան գադեք փախեք հեռում բելորդը, քեզ տեսել թպրդում է սրտիս կլապանը, քո ֆասոնը իմ ֆասոնին վայ շատ է բռնում, տեղի աչք ու ժուժիկ, դարձի սրտիս պասաժիկ, չկա քո նման աղջիկ, դառնամ քո կյանքի լոճիկ, թե դառնաս դու իմ բալան, կեղնիմ քե այրոպլան, թե դառնաս դու իմ բալան, կեղնիմ քե այրոպլան, թե դառնաս սիրավալան, կեղքի քե այրոպլան, թե դառնաս դու իմ բալան, կեղնիմ քե այրոպլան։ Հայ ես դու, Հայ եմ ես, հայ ես դու, հայ եմ ես, վախ քո ցավը տանեմ ես, հայ ես դու, հայ եմ ես, դու հայ ես, ես հայ եմ, վախ քո ցավը տանեմ, hey! Oh yes։ Սև ու սիրուն ես, ծաղկած գարուն ես, ուր էլ լինես իմ սիրելի դու իմ սրտում ես, սև ու սիրուն ես, ծաղկած գարուն ես, ուր էլ լինես իմ սիրելի դու իմ սրտում ես, տես չխռով ես, լաց կլինեմ ես, թերանաս դու ինձանից շատ կտխեմ ես, տես չխռով ես, լաց կլինեմ ես, թերանաս դու ինձանից շատ կտխեմ ես, պարապապա, պարապապա։ ես փուջուր, յարս փուջուր, արևուտը մեռնեմ, ով կտամ մեզ հանցուջուր, բարևը կկարնեմ, Ես խոջա, յարս խոջա, արևուտ մեռնեմ, ածխուտինք բողջա, բողջա, բարևըտ կարնեմ, արևուտ մեռնեմ յանջան, բարևըտ կարնեմ յանջան, սիրել եմ կարնեմ, արևուտ մեռնեմ յանջան, բարևըտ կարնեմ յանջան, սիրել եմ կարնեմ, արևուտ մեռնեմ յանջան, բարևըտ կարնեմ յանջան, սիրել եմ կարնեմ, Я хочу тебя, ձեր տնից անել, я хочу тебя, մեր տուն հարստանել, против твоя мать, против твой отец, отец пахценем, ասեմ նականես, մնաս բարով զոն քաչ, хочешь плачь или не плачь, քո աղջիկը հեռանում է навсегда, մնաս բարով անել, անել ձակիս հարալ հետ, տասպած իրար չտեսնենք նիկագդա, մնաց բարով անել, անել ձակիս հարալ հետ, տասպած իրար չտեսնենք նիկագդա, ay, mi
Յասամանի ծառի տակ եկ նստենք սիրով Կնքուշ երկեր երկիր ինձ քաղցր խոսքերով Յասամանի ծառի տակ եկ նստենք սիրով Կնքուշ երկեր երկիր ինձ քաղցր խոսքերով Ջահել հոգուս համար դու կապիր բախտի կամար դու Եվ իրեքին ինձ ասխոտ շողոտ շաղոտ 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 Դե ինչ 21 TV եթերում իր աշխատանքը շարունակում է Ձինայդ նախագիծը եւ այս պայն փոքրիկ տեսանյութ։ Ասեմ, որ այս տեսանյութը ինչ որ չափով պատմում է մեր հերոսի մասին, որը բավականին փոքր է, երիտասարդ է, արդեն չեմպիոն է եւ այս բոլորից մեկտեղ ունի ասելիք։ Ում այստեղ խոսքը կիմանեք հենց հիմա։ Ես վստահ եմ, որ հենց հիմա շատերը մոտ նստեցին, ձայնը բարձրացրեցին, շատերն էլ արդեն ոգևորվել են, որովհետև ես միշտ ընդունում եմ ինձ մոտ տաղավարում բոլոր այն եւ աղջիկներին եւ տղաներին առանց տարիքային սահմանափակման, ովքեր արդեն ունեն ասելիք եւ ինչու ոչ, այս երիտասարդը, այս փոքրիկը ընդամենը 1 օր առաջ է եկել Հայաստան, այն էլ 2 օրով, որպեսզի լինի Ակոպովնայի տաղավարում եւ այսպես մեծագույն սիրով հյուրընկալել եմ Ուրարտու պրոֆլիգայի չեմպիոն, Ռուսաստանի չեմպիոն կիկբոքսինգ մարզաձևում Մարկ Սեթրակյանին։ Մարկ ջան, ողջույն իմ տղա։ Բարև ձեզ։ Մարկ ջան, հայերեն լավ ես խոսում։ Հա։ Հա։ Իրար հետ մի քիչ շփվենք, հա։ Շատ լավ։ Մարկը 1 օրով եկել է Երևան, որպեսզի ինձ մոտ տաղավարում լինի ու մենք միասին պատմենք, որ դու արդեն բավականին լուրջ ձեռքբերումներ ունես։ Հիմա սկսենք ամենասկզբից։ Դու քանի տարեկան ես։ 7։ Եվ քանի տարեկանից ես մարզվում։ 4 տարեկանից։ Եվ արդեն իմ տղեն չեմպիոն է։ Շատ լավ, դու ինքդ ես ընտրել կիկբոքսը։ Թե պապան ասեց, արի մի քիչ պարապենք։ Պապան ասել։ Պապան ասը, քեզ դուր է գալիս։ Հա։ Շատ լավ, իսկ դու քո քաշը գիտես։ Քանի կիլոգրամ ես։ 28։ Նորմալ է, չէ՞։ Շատ լավ։ Եվ դու բնակվում ես Մոսկվայում։ Հա։ Շատ լավ։ Մարզիչներ ունես, թե մեկ մարզիչ է։ Քո այդ մարզիչներն կպատմես ինձ իրանց մասին։ Ովքեր են անունները գիտես։ Արտյոմ Ավանեսով и Էդմոն Ծատուրյան։
Ինձ մոտ նշված է, որ դու Երոսլավում Ռուսաստանի չեմպիոն ես դարձել։ Да. Եվ այնտեղ հայերը շատ էին։ Да, очень много было. Շատ լավ։ Իսկ դու փաստորեն Երոսլավում որ հաղթել ես, դա նշանակում է, որ դու ունես հնարավորություն աշխարհի առաջնության մասնակցես։ Պատրաստվում ես։ Да. Ոնց ես պատրաստվում։ Օրինակ առավոտյան ես պարապում, ինչ ես անում։ Я каждый день тренируюсь и готовлюсь к своему бою. Շատ լավ։ Իսկ օրվա մեջ քանի անգամ ես դահլիճ մտնում օրինակ։ 1, մի քանի, Эргу. 2 անգամ։ Իսկ դասերը չես տենց, չէ, բաց թողում դպրոցը ես քնում։ Շատ լավ։ Եվս մեկ հարց։ Ես գիտեմ, որ դու ունես գոտի, ճիշտ է։ Չեմպիոնական գոտի է։ Իսկ այդ գոտին քոնն է, թե պետքա պահպանես, որ ուրիշը չունենա։ Ոնց է դա լինում։ Պահպանես։ Պահպանես։ Շատ լավ։ Եվ իմ տղեն կարող է օրինակ մոտավորապես ասել, քանի մենամարտես ունեցե։ 32 боев. 32 բոյ ես ունեցել։ Հիանալի է։ Ով ա եղել ամենաուժեղ քո մրցակիցը։ Нет. Չէ, բոլորը թույլ են եղել։ Հա։ Հա, շատ լավ։ Իսկ ում այդ կուզեներ ամենաշատը, տենց որ ասում եմ նույն տատամիի մեջ ներկա, տենց մի մարզիկ։ Ում այդ կուզեներ։ Կուզես հայ լինի թե օտարազգի։ Հայ։ Հայ լինի։ Շատ լավ։ Ես եւս մեկ հարց եմ ուզում տալ։ Ես գիտեմ, որ քո նման բալիկները ունենում են նաեւ շատ սիրած մարզիկներ։ Հա։ Ում ես շատ սիրում։ Արման Ծառուկյան։ Արման Ծառուկյանին ես սիրում։ Իսկ նրան դու հանդիպել ես։ Հա։ Եվ ինչ եք արել միասին, պարապել եք, շփվել եք։ Лапая паре. Он лапу держал. Я побил лапу. Ու ինչ ասեց։ Ну, он сказал, что очень круто бьешь сначала. Вот. А потом после камеры, когда камеры отключили, он сказал, мне ногу пробил. Լուրջ ես ասում։ Իսկ օրինակ դուք ցանկաներ մի ամբողջ օր իր հետ պարապել։ Հա։ Սովոր ես իրանից։ Դու ուզում ես իրան նմանվել։ Спортом занимаешься? Кикбоксинг, раз, два, да. Выбежал. Опа! Раз, два, три. Раз, два, три. Кик. Ага, еще раз. Ага, еще. Ինչ ենք անելու, որ օրինակ մի ամիս հետո արդեն ասենք թե ժամանակն է, մարկը պետքա պատրաստվի մրցումների։ Հիմա ես գիտեմ, որ դու ունես, չէ՞, առաջնություն։ Ինչ առաջնություն ես կասես դրա մասին։ Ինչա՞, ինչ մրցումներ է։ Ու գիտես արդեն ում հետ ես կպնելու։ Չէ, Չէ, չգիտես։ սապերնիկ չեն տվել։ Իսկ դու սապերնիկներիդ արդեն այդ քո ում հետ պետքա մենամարտես նախորոք ես իմանում ով է։ Թե գնում ես այնտեղ ես իմանում։ Գնում եմ ու ընդեղ եմ իմանում։ Շատ լավ։ Ես գիտեմ, որ նաև դու Ուրարտու պրոֆ լիգայից ես։ Ես քանի որ ճանաչում եմ Ուրարտու պրոֆ լիգայի շատ տղաների, ղեկավարների, տեսել եմ, հա, մեկը մեկից լավն են։ Հիմա եթե լինի հնարավորություն, դու արդեն գաս Երևանում ապրելու, հա։ Հա։ Ինչ ենք անելու այդ դեպքում մարզիչներին դեից բերենք ստեղ, թե ստեղ նոր մարզիչների հետ կաշխատես։ Ընտրություն, ստեղին, չէ։ Շատ լավ, դու ինձ կասես, ես քեզ կօգնեմ, հա, մի քիչ։ Շատ լավ։ Եվս մեկ հարց, իսկ որ մեր տղեն մի քիչ էլ մեծանա, ինչա որոշել սպորտը շարունակում, հա։ Ինչ ես որոշել դառնաս։ Մարզիկ թե ուրիշ տենց թեմա կա, որ պատրաստվում ես մեծանալ դառնալ։ Դառնամ չեմպիոն մира, Աշխարհի չեմպիոն ես ուզում դառնալ։ աշխարհի չեմպիոն մира по кикбоксингу, по тайскому боксу։ Փաստորեն։ Իսկ ձեր ընտանիքում կա օրինակ պապան էլ է չեմպիոն, թե պապան ուղղակի տենց Папан чемпионы по борьбе։ Ահա, տուն ունենք փաստորեն։ Շատ լավ։ Իսկ շատ է քո վրա ջղայնանում։ Ну, иногда։
Հիմա նայ, քեզ հենց հիմա հետևում են շատ հեռուստադիտողներ։ Ամբողջ Հայաստանի Հանրապետությունն է դիտում, եւ այս տեսախցիկը քոնն է։ Ես ուզում եմ այդ տեսախցիկին նայելով թեկուզ ռուսերեն, ես հասկացա, դու նեղվում ես։ Ուզում եմ բոլոր քո ընկերներին նախ ողջունես, լավ խոսքեր ասես ու բոլորին խոստանաս, որ դու ապագայում դառնալու ես աշխարհի չեմպիոն։ Փորձենք։ Դե նայ տեսախցիկին ասամ։ Այն կամերային նայ ասամ։ Самвел, Лёва и Егор есть другие. Եվ Они старше меня, им по 10 лет. Я с ними каждый день дерусь, рублюсь. Они очень сильные, и хочу, чтобы мы вместе стали чемпионами мира. ապրիմ տղեն, շատ ապրես։ Իսկ ես ուզում եմ, որ դու ամեն անգամ երբ որ գաս Երևան, ինձ զանգես, գաս ինձ մոտ, միասին կիսվենք, տնանք մեր տղան ինչ հաջողություններ ունի, եւ մյուս անգամ ինձ խոստանում ես, որ խոսես մաքուր հայերենով։ Լավ։ Դե ինչի, իջև հիմա ձեզ այդ Մարկներ Սեթրակյան, որը երազանքներ ունի, չնայած իր տարիքում արդեն չեմպիոն է, եւ վստահ եմ, որ այսպիսի բալիկներ ես դեռ շատ եմ ինձ մոտ տաղավարում հյուրընկալու, որովհետեւ Ռուսաստանի Դաշնությունից շատ երեխաներ իրենց ծնողների հետ արձագանքել են։ Մարկին հաջողություններ մաղթենք եւ իհարկե շնորհակալ ենք բոլոր այն հեռուստադիտողներին, որ միջև հետևում էին եւ իհարկե Կալմեն Ակոպովնայից հետաքրքիր թողարկումներ բարին ընձես։ Տիրամ Տարարայ տիրամ Հակասիրուն շորերը հայլ փնում ոսկե օվերը Չգիտի ես աղջիկը որ շատ են սիրող գովերը Նրանցից մեկը ես եմ լավ գիտեմ ես ասպարեզը Ես ունեմ պրոֆեսիա գործից բնույթ է էսպեսա Սիրուն աղջիկ դուրեկան կսիրեմ քեզ քանի կան Սիրուն աղջիկ դուրեկան կսիրեմ քեզ քանի կան Գիտեմ իմ անելիքը չգիտի գլխի գալիքը Թե հետս համաձայն ես էքուց էնոր հարսանիք է Գիտեմ իմ անելիքը չգիտի գլխի գալիքը Թե հետս համաձայն ես էքուց էնոր հարսանիք է Մնացել են մի կեսան, ապրում է Երևանում, մանում է ճշտեմ ադրեսը Ժամն է մոտենում յարջանուր, որ է գալու ես հեսա Նստենք մի տեղ հավեսով, հյուրասիրեմ քեզ էքսպեսով Սիրուն աշիկ դուր եկան, կսիրեմ քեզ քանիկան Սիրուն աշիկ դուր եկան, կսիրեմ քեզ քանիկան Գիտեմ իմ անելիքը, չգիտի գլխի գալիքը Թե հետս համաձայն է, էքուց էլոր հարսանիք է Գիտեմ իմ անելիքը, չգիտի գլխի գալիքը Թե հետս համաձայն է, էքուց էլոր հարսանիք է Շատ անուշ բուրմունք ունես բույր է գալի ֆրանսիական Հակուկապըտ մոդայիկ նախընտրում ես իտալական Բալեզուտ նեզուտ շաքարակցեն տկի սարուսական Ամեն ինչ դրական է կյանքի կտոր է իսկական Սիրուն աղջիկ դուրեկան կսիրեմ քեզ քանիկան Սիրուն աղջիկ դուրեկան կսիրեմ քեզ քանիկան Գիտեմ իմ անելիքը չգիտի գլխի գալիքը Թե հետս համաձայն ես էքուց էնոր հարսանիք է Գիտեմ իմ անելիքը չգիտի գլխի գալիքը Թե հետս համաձայն ես էքուց էնոր հարսանիք է Ջանե, 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 ջանե
համաձայն է Էքուցել որ հարսանիք է Գիտեմ իմ անելիքը Չգիտի գլխի գալիքը Թե հետս համաձայն է Էքուցել որ հարսանիք է